Պատրաստում եմ աջարական խաչապուրի, որի համար ինձ պետք է 1 բաժակ կաթ, 1 բաժակ ջուր, երկուսն էլ տաք վիճակում են եւ ավելացնում եմ 1 տուփ դրոշ։ Սա 11 գրամ է։ Հիմա այս զանգվածը այսպես խառնում ենք ու թողնում ենք 10-ից 15 րոպե, որպեսզի հանգստանա ու ուռչի։ Մինչ դրոժով զանգվածը կհանգստանա, 4 բաղադրիչներ եմ պատրաստում, որի համար մեզ պետք է 350 գրամ ալյուր, մաղած ալյուր, 1 գդալ աղ, 1 գդալ շաքարավազ, 4 բաղադրիչները պատրաստ է, դնեմ մինչև խմորը կհանգստանա, խմորիչը կհանգստանա եւ հունցելու համար մեզ պետք է գալու 3 ճաշի գդալ ձեթ։ Ես արդեն խառնել եմ կաթով զանգված ալյուրի հետ, 350 գրամ ալյուրից իմ մոտ մի քիչ ավելի շատ է ստացվել, կարա ալյուրի տեսակից լինի, երբ որ մի քիչ ավելի սենց պինդ զանգված ստանանք, իմացեք արդեն նորմալ է, ձեթն եք ավելացնում վերջում ու հետո ձեռքերի վրա եք սենց լցնում ու սկսում եք հունցել։ Պետք է լավ հունցեք, երբ որ սենց կպնում է, մի հատ բան եք վեկալում։ Արդեն եք ինքը ինչ փափլիկ խմոր է, արդեն սենց պղպջակիկներ է լինում ու այս զանգվածը, ես արդեն լավ իրան հունցել եմ, այս զանգվածը այսպես վերցնում ենք ու դնում ենք նույն ամանի մեջ ու թողնում ենք 1 ժամ կամ ավել մինչև ավելանա, հուսով եմ դրոժս լավ կաշխատի ու ինքը լավ կբարձրանա, քանի որ ես այս պահին պանիր չունեմ, կսպասեմ մինչև ամուսինս պանիրը բերի, նոր կշարունակեմ սարքել աջարական խաչապուրին։ Մի հատ նայեք ոնց է մեծացել, ուռել, 3 անգամ ավելացել է, բայց դեռ մի քիչ է կթողնեմ, մինչև պանիրս հասնի, որ արդեն խմորս բավականին բարձրացել է, մի հատ նայեք, դառել է փափուկ ամպիկ։ Սենց անենք, ու այս իմ ամենա սիրելի պահն է։ Մի հատ այս ծակոտիները նայեք էլի։ Oh my god։ Հիմա կարող ենք այս խմորով անել համ պիցա, համ աջարական խաչապուրի, միգրելսկի խաչապուրի, բայց ես կանեմ մենակ աջարական։ Պանիրը այստեղ արդեն տյորկա եմ արել, 2 տեսակի պանիրը ու մեջը կարակ եմ դնելու, մեկ էլ ձու երբ արդեն պատրաստում եմ, մի քիչ ալուր անենք, երկու հատ սենց խաչապուրիներ եմ արել աջարական, հիմա որոշեցի այս 2 խմորով կանեմ ուղղակի միգրելսկի ու կբացեմ պանիրը կդնեմ մեջը ու կփակեմ, էլ աջարական չեմ անի, բայց շատ լավ խմոր է, անպայման փորձեք, փափուկ, ալյուրը արեք այնքան, մինչև ինքը դառնա պինդ խմոր։ Ջեռոցը դրել եմ նախապես տաքացված 200 աստիճանի տակ։ Եվ 2 հատ արել եմ միգրելսկի խաչապուրին, պանիրը կարակի հետ դրել եմ մեջ։ Հիմա այս տարբերակների վրա սենց սուկանեմ։ Բայց իմ սխալը չանեք, շուտ չդնեք ձուն, որ սենց չեփի, այս մեկը վերջում արեցի, երբ որ արդեն պատրաստ է լինում, վերջում դնում եք ձուն ու կարակը ու խառնում եք, թե չէ այս մեկը լավ էփել է, չնայած ես շատ հում չեմ սիրում, ես մի քիչ էփած եմ սիրում, իսկ այս մեկը սենց բարձր խաչապուրիներ եղավ։ ունենք
ենք մթերային գնումներ, եկեք ձեզ ցույց տամ։ Սա մեզ բավականին երկար կծառայի։ Ստեղ մսեղեն կա, ես աշխատում եմ խանութներից միշտ չառնեմ, ավելի տենց շատ մսի խանութից, բայց հիմա քիչ եմ դուրս գալիս։ Ես ժամանակ չեմ ունենում ծանր, որ առնեմ, դրա համար գոռարը բերել է, եկեք ցույց տամ։ Այստեղ բանջարեղեն է, սող, դդմիկ, վարունգ, սմբուկ, այս կարտոֆիլները շատ եմ սիրում, բատատ, կիվի, ես կիվի չեմ սիրում, այս մեկը, բայց միջուկը կարմիր է, լոլիկ, 2 տուփ հապալաս, եգիպտացորեն, սրանք ինչ-որ երևի ասիական բաժին է եղել, որովհետև շատ է բերել ինչ-որ ասիական ապրանքներ, օրինակ այս մեկը տեմպուրա միկս, ստեղ սոուսներ, քաղցր ու սոյա սեզամ սոուս, մեկ էլ սենց նուդլներ, այս մեկը ուդոն նուդլ է, սենց ավելի սպիտակ տարբերակ, մեկ էլ քինոա, սոյայի հատիկներ, մեկ էլ որ շատ զարմացա, այս լիչին մարինացված, հետաքրքիր է ինչ համք ունենամ, չերի լոլիկ, գազար, արևածաղիկ, ալյուր, պատ, շաքարավազ, ստեղ կա տոմատ, բայց մեջը արդեն սենց լոլիկի կտորներով, մածուն, խաշած բազուկ, մի հատ անանաս, բայց կարծում եմ հələ որ խակա ինքը, ստեղ ունենք սենց ալյուր, սպիտակ հացի ու արդեն սենց փլավի տեսականի, օրզո, գուդապանիր, ֆետապանիր, շոկոլադ, յոգուրտներ, սենց մի քանի տուփ հավի միս, սենց խոզի միսը ինքը արդեն համեմված է, տավարի կտորներ ու հավի կտրտած կտորներ, ձու և այս մեկը տոմատի սենց պաստա է։ Սա էլ մեր մթերային առևտուրը այսօրվա։ Նայեք, այս մեկը մոռացա ցույց տամ, ինքը կաթնով է, որ ուտում էինք մեզ, ուղղակի սենց ամանների մեջ, որ ես առաջ անգամ տեսել էի, ուղղակի շոկի մեջ էի։ Բրինձա կաթով։ Բարի լույս բոլորին, առավոտ է մեր մոտ ու ես ուզում եմ օրը սկսել փանքեյք պատրաստելով։ Փանքեյքը իմ ամենասիրելի նախաճաշներից մեկն է։ Ձայնիցս կասկանեք մի քիչ հիվանդ եմ, չկարողացա այս վիրուսներից պայքարեմ, փախչեմ, բայց ոչինչ։ Հիմա կպատրաստեմ համ մեր համար փանքեյք, համ Հայկի համար առանց շաքար, բանանով, միայն բանան, ձու, ալյուր, իսկ մեր համար սա շատ իմ ամենասիրելի տարբերակն է, հենց այս նկարագրության վրա կգրեմ, կարաք սկրինշոտ անեք, բաղադրատոմսը, Իսկ Հայկի համար կանեմ նույն ձևով, ուղղակի առանց ձեթի ու շաքարավազի։ Հիմա անում եմ սառնարանում հապալաս, սա լվացի արդեն։ Երբ արդեն սենց ծակոտիները ավելացնում, արդեն շրջելու ժամանակն է, սենց անում եք, իսկ սա Հայկի փանքեյքն է, նայեք ինչքան սիրուն է հապալասներով, կարաք մատուցեք մանկական յոգուրտով կամ կատնաշորով մանկական, հիմա ինքը անհամբեր սպասում է, ես տամ իրան ուտի։
գիրքները, այս վերջի տարբերակները բանանով ու հապալասովն են։ Դե գնամ թեյ տնեմ, խմեմ, եթե պատրաստ եք անպայման գրեք մեկնաբանություններում, որ իմ բաղադրատոմսով եք սարքել։ Նայեք, ես իմ արդեն պատրաստած երրորդ հարցն է ու ինչքան պատրաստում եմ, արդեն ավելի լավ է ստացվում։ Հեսա մի հատ էլ կտրեմ ու արդեն նորմալ հացի նման է։ Հիմա ուզում եմ կտրեմ տեսնեմ, չնայած մի քիչ տաք է, բայց գիտեք, անհամբեր եմ։ Բարև բոլորին։ Այս վլոգս դարձավ լրիվ խոհարարական վլոգ, քանի որ հիվանդ ենք ու տանն ենք, դրա համար պետք է համով բաներ սարքեմ։ Հիմա Հայկը քանի քնած է, որոշեցի սարքեմ երեկվա գորի գնաց ուդոնը։ Ուդոնի ինքը նուդլի տարբերակ է, ուղղակի ավելի հաստ նուդլը բարակ է, ավելի թեթև է, իսկ ուդոնը սենց ոնց որ ավելի լապշայի նման լինի։ Շատ արագ է պատրաստվում, 5 րոպե, ուղղակի եռացրած ջրի մեջ եք դնում ու պատրաստ է։ Հիմա ջուրը դրել եմ արդեն եռա, կտրատել եմ սոխ, գազար ու ավելացնելու եմ հավի, կրծքամիս չունեի, բայց հավի փափուկ հատվածներ ունեի, սենց կտրտեցի, մեկ էլ ծովախեցգետին կրիվետկա, դրանք եմ օգտագործելու, սև սոյայի սոուս, սովորական քաղցր սոուս, այս սոուս յակիտորյան է, ինքը ոնց որ կարևորագույն չի, բայց համով սոուս է, մեկ էլ բրնձի քացախ։ Նաև օգտագործելու եմ մի փոքր շագանակագույն շաքարավազ, քանի որ այս սոուսները իրանք հետաքրքիր է, երբ որ մի քիչ քաղցր է լինում, իսկ համեմունքներից սխտորի փոշի, կարմիր հավի, սենց հավի համեմունքը, կարմիր պապրիկա, այս նանան լրիվ ուրիշ ամանի է, և աղ։